Չհասկացա Մագդա, այս ի՞նչ է կատարվում։ Չես տեսնում ինչ եմ անում։ Իրերս եմ հավաքում, որ գնամ։ Ես չեմ կարա մնամ մի տան մեջ, որտեղ իմ ապրած ոչ մի հիշողություն իմը չի եղել։ Փաստորեն ես քո համար ոչ մի արժեք չունեմ, հա։ Այն փաստը, որ ես քեզ պահելու մեծացրել եմ, որ մանկատուն չընկնես, որ նորմալ ընտանիքում մեծանաս, այդ ամեն ինչը հեչ Մագդա։ Հա ես հասկանում եմ քեզ։ Հիմա ամեն ինչ դժվար է քո համար, ես ընդունում եմ իմ սխալը, հնարավոր է, որ ես քո համար ամենալավ տարբերակը չեմ ընտրել։ Բայց դու իմ կողքին քեզ լավ ես չես զգացել։ Ուրախ ես եղել, չէ։ Դու տեսել ես, որ իմ համար քո խոսքից ու զգացմունքներից այն կողմ բան չի եղել այս աշխարհում։ Ես չեմ ուրանում քո արածները։ Ուղղակի ես չեմ կարա հարմարվեմ այն մտքի հետ, որ դու ինձ այսքան տարի խաբել ես։ Մագդա, էլ ուրանալը ոնց է լինում։ Այնա իրերդ հավաքել ես ուզում ես գնաս։ Քեզ թվում է, որ ես պետք է խնդրեմ ու աղաչեմ, որ չգնաս։ Չէ։ Դուռը բաց է։ Ես քո ճանապարհին չեմ կանգնի։ Եթե դու ինձ այս աստիճան ես արհամարում, ուրեմն գնա Մագդա։ Արշակ։ Լսի Մագդա։ Ես իմ ուշ ամուսնանալու մեջ միշտ ինձ եմ մեղադրել։ Բայց իրականում ես այդ քայլին շուտ չեմ գնացել, որ քեզ մեծացնեմ։ Որովհետև ես չէի ուզում քեզ ուրիշին վստահել։ Մտածում էի, որ չեն ընդունի քեզ, օտարի պես կվարվեն։ Ես չեմ ամուսնացել, որ գոնե դու մեծանաս ու ավելի ինքնուրույն դառնաս։ Ու եթե նույնիսկ ես կին տուն բերեի, ստիպված չէր լինի օգնություն խնդրել։ Ես ինձ ավելի հանգիստ կզգայի այդ ժամանակ, եթե քեզ չկերակրեին, դու ինքդ կկարողանայիր ու գնայիր քո համար մի բան պատրաստես։ Ես այդ ժամանակ չգիտեի, որ Շուշանի նման բարի ու հոգատար մարդիկ կան այս աշխարհի վրա։ Հիմա ինչի համար ես դու ինձ այսքան ասում։ Ես չեմ ուզում, որ այդ ամեն ինչը երեսով տամ քեզ։ Բայց ես այդ ամեն ինչը ասում եմ, որ դու հասկանաս ու գիտակցես, թե ես ինչերի միջով եմ անցել, որ դու լավ լինես ու իմ կողքին Մագդա։ Հիմա իմ համար շատ դժվար է։ Շատ։ Ես 55 տարեկան եմ։ Իմ երեխան 10 տարեկան է։ Բայց ես հիմա պետք է քո տարիքի երեխաներ ունենայի։ Դու հիմա կարող ես ինձ ատել։ Դու կարող ես մոռանալ այս տունը, այս ճանապարհը։ Բայց մեկը ես երբեք չեմ փոշմանի իմ արածի համար։ Ու այն կորցրած ժամանակի համար, որովհետև տեսնում եմ պատկերա դիմացս կանգնած է։ Ախպեր պիտի հասկանանք ինչ է կատարվում, հոսան չենք թողելու։ Իզուրել Լենայից այդ մարդու համարը չվերցրեցի։ Նոր ջան, զանգ ենք այդ մարդուն ինչ ասենք, մենք իրեն տուն չենք վաճառել։ Կարող է խաբեբայի մեկն է, կամ կարող է գիժը։ Որը ձեր տան սեփականության թղթերը ունի։ Հեջան արի դուրս գանք, էլի ախպերս, արի դուրս գանք հասկանանք ինչ է կատարվում։ Սիրտս պայթում է, չեմ դիմանում։ Արի։ Հասմիկ։ Այս փոխանակ ես լացան, որ տունը կորցնում ենք, դու ես լացում։ Լանա կապի դուրս արի, մենք պետք է հանդիպենք, ու այս անգամ իմ համար չեմ խնդրում, նենց է ստացվել, որ Մագդան ճշմարտությունը իմացել է,
ու հիմա մենք պետք է խոսենք ու հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուղղակի սիրտս լցվեց էլիս։ Ինչքան փորձանք կա ձեր հետ եղավ։ Հա։ Ոնց որ այս կյանքի փորձանքները հատուկ մեր ընտանիքի համար նախատեսված լինեն։ Ոնց օգնեմ ձեզ էլիս։ Ինչ անեմ, որ մեղքերս քավեմ։ Ինչ մեղք, Հասմիկ։ Լանա կապի դուրս արի, մենք պետք է հանդիպենք, ու այս անգամ իմ համար չեմ խնդրում։ Նենց է ստացել, որ Մագդան ճշմարտությունը իմացել է, ու հիմա մենք պետք է խոսենք ու հասկանանք, թե ինչ ենք անում։ Տիկին Ջուլիա, դուռը բացեք։ Տիկին Ջուլիա։ Տունը մարդ չկա, Նորո։ Ախպեր դե հերիք հա։ Դուրը մի ջարդի տանը մարդ չկա, կարող է դուրս են եկել գործով, սպասի։ Հետ ջան, ինչ անեմ, հասկանում ես ինչա կատարվում։ Արոնը գլխից մեջ հեռում է։ Ասում են տունը ծախել եք, ով է ծախել, ախպեր։ Հա Մագդա։ Նորո մենք պետքա շատ շտապ հանդիպենք։ Ես հենց հիմա տանից դուրս եմ գալիս, մեր տան մոտի այգում քեզ եմ սպասում։ Այս աղջիկան ինչ եղավ, զանգեց խոսած անջատեց։ Ինչ էր ասում։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց որ ձերևած այդքան էլ լավ չի, գնամ տեսնեմ ինչա կատարվում։ Դու էլ մնա Էլիզի հետ, մարդ ես կարողա նոր տան տերը որոշի մեզ այցի գա։ Կապի մեջ։ Ուղղակի ես վերջերս շատ եմ քեզ նեղացրել էլիս։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ թույլ տվեցի ինչ-որ սև կատու անցնի մեր մեջ։ Մենք այդ ընկերները չենք եղել։ Մենք շատ լավ ընկերություն ենք արել էլիս։ Ու սրտիս ծանրացել է, որ Թամարտատը մեր հաշտությունը չտեսավ։ Հա։ Տատիս շատ բան չտեսավ։ Բայց դու մի նեղվի Հաս։ Ոնց որ դու ոչ մի բան չես արել մեր ընկերությունը փրկելու համար, նույն ձև էլ ես։ Ու այդ նորմալ է։ Երկուսս էլ նեղացած էինք ու իրարից վիրավորված։ Ու հա, այնպես չի, որ ես հիմա միանգամից մոռացա ամեն ինչ։ Ես քեզանից շատ վիրավորված եմ, Հասմիկ։ Դու գոնե ինձ պիտի չխաբեիր։ Էլիս, դուք ձեր տունը չեք կորցնի, չէ՞։ Ամեն ինչ կանեք, չէ՞։ Չգիտեմ։ Կարող է եւ կորցնենք։ Ուղղակի մի բան երևակայությանս մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող այս տան արք ու վաճառքը մեր աչքից այսքան հեռու լիներ։ Ոնց կարող է առանց մեր իմացության այս տունը վաճառեր տատին։ Ու եթե այդ ամեն ինչը ճիշտ է, ես չգիտեմ մենք ինչ ենք անելու, Հասմիկ։ Իրոք չգիտեմ։ Նորոն ոնց է համ տան վարձ տալու, համ էլ մեր հոգսերը հոգալու։ Իսկ ես ինչքան էլ աշխատեմ ու փորձեմ օգնել, հաստատ չեմ կարողանա։ Կամ ընդհանրապես այս վիճակով ոնց ամուսնանալու Մագդայի հետ։ Նորություն կա այդ։
Հեռախոսով արդեն հասկացել էի, որ ինչ-որ մի բան այն չի։ Բայց ամեն ինչ այնքան լուրջ է, որ փոխադարձ չես էլ գրկում, հա։ Գիտես, որոշել եմ Լանայի հետ հաշտվեմ։ Մագդա։ Դե հա, ամեն մարդ իր խղճի առաջ պատասխանատու է, չէ՞։ Ոչինչ, մարդա սխալվել է, ներել է պետք։ Ճիշտն ասեմ, զարմացած եմ քո որոշումից, բայց շատ ուրախ եմ։ Միշտ ուզում էիր, որ հաշտվենք, չէ՞։ Իմ աչքին ուզում էիր բարձր պահեիր Լանային։ Դե հա, Մագդա, որովհետև այդ կինը իրականում քո առաջ մեղավոր չի, ու ոչ մի վատ բան չի արել։ Ես շատ ուրախ եմ, որ խելքի ես եկել։ Ինձ որ լսես, երկար չես էլ մտածի։ Պետք չի։ Որ երկար մտածես, սկսելու ես կասկածել, ճիշտ բան ես որոշե, թե չէ։ Տենց է, չէ՞, մարդ որ մի բանի շուրջ երկար է մտածում, կասկած է մտնում իր մեջ։ Դրա համար պետք է չի երկար մտածես։ Շատ ճիշտ բան ես որոշես, անկետ կնոջը հանդիպի հետը։ Ապրես։ Բեմ շատ մեծ դերասան է կորցրել, իրոք ապրես։ Չես խոսում, Մագդա։ Չես խոսում, դու քեզ կողքից լսում ես, հա։ Ես շատ լավ եմ ինձ զգում։ Ասա դու քեզ կողքից լսես։ Հասկանում ես, դու իմ կյանքի ամենավստահելի ու ամենակարևոր մարդն ես եղել։ Բայց մեկը դու ինձ խաբել ես։ Փաստորեն ես մենակ աշխատանքի համար լավ չեմ, որ կերպարներ եմ հորինում։ Դրան կյանքում ավելի շատ է ինձ պետք եկել։ Մագդա, մի հատ ուշքի արի ու նորմալ խոսենք, լավ։ Ով է Լանան։ Հարցիս պատասխանի։ Ով է Լանան։ Չունես պատասխան։ Դե գոնե հիմա եմ վիճակը թեթևացրա։ Իմ ամենավստահելի մարդը դու ես, գոնե հիմա հենց հարավոր քիչ մտածեմ։ Գոնե հիմա քո կյանքը իմ կյանքում ավելացրա, որովհետև մենք իրար հետ էլ ապագա չունենք։ Չէ, ձեր արևանը տանը չէր։ Մարդ արդեն չգիտի ինչ մտածի։ Ես դեռ շարունակում եմ մտածել, որ այդ հարևանը մի բան խառնում է։ Երևի ուրիշ տան մասն են խոսել, ինքն էլ շփոթել է ձեր տան հետ։ Ես երևի արդեն գնամ։ Ուշ է։ Եթե ինչ-որ բանի կարիք լինի, կզանգես էլիս։ Ինձ է թվում էլիս, թե ես վերջերս Հասմիկի պահվածքը տարօրինակ է։ Չէ, քեզ չի թվում։ Ես էլ եմ այդպես մտածում, ուղղակի բան չի ասում։ Մի տեսակ ոնց որ վախեցած լինի։ Չգիտեմ, Հասմիկից գլուխ չեմ անում։ Բայց գիտես, իմ խնդիրները այնքան շատ է, որ արդեն ուրիշինի մասին մտածել չի լինում է դա։ Հա, Արշակոպր։ Հետո Մագդան իմացել է ճշմարտությունը։ Ամեն ինչ գիտի համ իմ մասին, համ էլ Լանայի։ Հիմա խնդրում եմ քեզ, ինչքան կարող ես ուշադիր եղիր իր նկատմամբ։ Ոնց իմացել է։ Ով է ասել։ Չգիտեմ ով է համարձակվել ու իմ տուն նամակ ուղարկել։ Հա, բայց ով կարար տենց բան աներ։ Չգիտեմ, բայց ամեն ինչ կանեմ, որ իմանամ, թե ով է այդ իր երկար քիթը մցրել իմ տուն ու շատ խորքից կկտրեմ։ Նամակը ձեռագիր էր։ Չէ, տպված նամակ էր։ Ես հիմա գնում եմ Լանայի հետ հանդիպման։ Խնդրում եմ, եթե Մագդան կզանգի քեզ կամ կգա, հանգիստ կխոսես, չթաքցնես ոչ մի բան։ Մեկը արդեն ամեն ինչ գիտի։ Լավ, Արշակոպր։ Ես էր մեզ պակաս։ Ինչ ա եղել, ինչ նամակ, կամ ով է ինչ իմացել։ Մագդան էլիս։ Մագդան ամեն ինչ իմացել է։ Այդ բայց ինչ պիտի չիմանար, որ իմացել է։ Հիմա հարցից չես պատասխանելու։ Չնայած ոնց պատասխանես։ Դու չգիտես, չէ՞, ես ինչ գիտեմ, ինչ չգիտեմ, որս դրա խոսաս։ Մագդա կլինի հանգստանոց։
Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, որ Արշակը իմ աղբերը չի։ Գիտեմ իմ ու Լանայի չարաբաստիկ ու չստացված կապի մասին։ Ուղղակի ես չեմ հասկանում։ Դու ո՞նց ես այսքան ժամանակ ինձ խաբել։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բայց սկզբի համար ինձ ասա, այս նամակը քեզ ով է ուղարկել, ով է տվել։ Դու ո՞նց ես ինձ ինչ-որ բան բացատրելու։ Քո ոչ մի արածը ոչ մի արդարացում չունի, չես հասկանում։ Այս նամակը ես տան մոտից եմ գտել։ Ուղղակի իմ համար վիրավորականն է, որ դու այդ խաղի մեջ ես մտել, որի իմ դեմ ա եղել։ Մագդա, ինչ ես խոսում։ Չեմ հասկանում, դու ում նկատի ունես, Արշակին թե Լաննային, ում մասին է խոսքը։ Բոլորիդ նորո բոլորիդ, որովհետև ես ոչ մեկից չեմ ճանաչում։ Չնայած ես ինքս ինձ չեմ ճանաչում, ուր մնաց ձեզ ճանաչեմ։ Հասկանում ես, երբ որ օտարից ես հիասթափվում, դու ուղղակի ցավ ես զգում։ Բայց երբ որ այդ քո ամենահարազատ մարդն է, այդ մեծ դատարկությունն է, որովհետև ես ինձ ապահով եմ զգացել։ Ինձ թվացել է, որ ես միշտ տեղ ունեմ։ Բայց այդ ամեն ինչ ուղղակի պատրանք է եղել ու հիմարի պես դրա մեջ եմ ապրել։ Հիմա հարցիս պատասխանի։ Ինչքան ժամանակ է, որ դու գիտես Լանայի ով լինելու մասին։ Նախ հանգստացի, Մագդա։ Մի ամիս կամ մի քիչ ավել։ Բայց հասկացի, որ ես քեզ չէի կարա ճիշտը ասեի։ Չէի կարա։ Ու դու նայում էիր իմ աչքերի մեջ ու միշտ խոսում էիր վստահությունից, անկեղծությունից։ Ուզում էիր իմ հետ, հա, ամուսնանայիր։ Ոնց էր անցնելու այդ ամուսնական կյանքը, ստի մեջ էիր պատկերացնում։ Մագդա, կթողես, որ խոսամ։ Համ ասում ես, որ ամեն ինչ բացատրեմ, համ չես թողում, որ խոսամ, կլինի սուս մնաս ու հանգստանաս։ Ես չէի կարա ճիշտը ասեի, հասկացի, որովհետև ես շատ լուրջ ընտանեկան գաղտնիք է։ Ու ինչքան էլ ես քեզ սիրեմ, ինչքան էլ դու իմ կողակիցը լինես, ինչքան էլ իմը լինես, կա սահման, որ ես ինձ չեմ կարա թույլ տամ ասնեմ։ Որովհետև մեջտեղում Արշակ կա։ Արշակով որ քեզ պահել ու մեծացրել է։ Լավ, դու չես հասկանում, ես ոնց գայի քեզ ասեի, գայի, ձեր տան դուռը տուկ-տուկ տայի, դու բացեիր քեզ ճիշտ ասեի, թողեի գնայի, հաշվի չառնեի այդ մարդուն, հաշվի չառնեի այդ մարդը ինչա մտածում ես հարցի շուրջ։ Ախր դու տեսել ես իմ տառապանքը, դու տեսնում ես ես ոնց եմ ուզում իմանամ ով է Լանան, գոնե այդ ժամանակ ինձ մի բան ասեիր։ Հասկանում ես դու ինչ ես արել։ Նենց ես արել, որ այդ սուտը հիմա իմ համար ավելի դաժան է, ավելի անընդունելի է, ավելի ցավոտ է։ Այդ սուտը հիմա ներսից ինձ քանդում է։ Ես մենակ Արշակից չեմ հիասթափվել, Լանայից չեմ հիասթափվել, ես քեզնից եմ հիասթափվել։ Ինչի համար ես հիասթափվել, ասես։ Որ հարգել եմ ձեր ընտանեկան լուրջ հարցը, այդ գաղտնիքը ու թույլ չեմ տվել, որ խառնվեմ այդ հարցի մեջ։ Լավ, հիմա փորձից թափ նայես։ Իմ դրության մեջ մտի, ոնց գայի ես քեզ ամեն ինչ ասեի, ոնց կարայի 23 տարվա գաղտնիքը գայի քեզ ասեի, Մագդա։ Բայց այդ գաղտնիքը մեծ ստերի հետ կապ ունի։ Մագդա, եթե ես իմանա ես գաղտնիքը քո կյանքը չի բարդացնելու։ Եթե դու իմանալուց հետո քեզ ավելի լավ կզգայիր, առանց մի վարքյան մտածելու կգայի, քեզ ամեն ինչ կպատմեի։ Հավատա, բայց տենց չի, որովհետև ես գիտեմ ու հասկանում եմ Արշակին, ես գիտեմ, որ ինքը քո համար է արել։ Ամեն ինչ արել է, որ դու չմտածես։ Ինչ չմտածեմ, որ անտեր ու լքված երեխա եմ, ում վրա բոլորը ուղակի թքած ունեն։ Արշակ ոնց է իմացել։ Ուր է հիմա երեխես, ոնց է։ Լանա, ես չգիտեմ, թե ով այդ նամակը ուղարկել։ Աստված իմ։ Ոնց է իմացել։ Հիմա ինքը ոնց է։ Շատ վատ է, Լանա, շատ վատ։ Ես ու դու դիրքերով հավասարվել ենք։ Ոնց քեզ չի ուզում լսի նույն ձևել ինձ։ Չէ, ես սրան պատրաստ չի։ Չէ, պատրաստ չի ես սրան, Արշակ։ Լանա, ինձ թվում է սպասելու իմաստ չկա։ Դու առանց էլ երկար ես սպասել։ Հենց որ հիմա հավաքվի, որ խոսաս Մագդայի հետ։ Ճիշտ է, ես իրեն ամեն ինչ բացատրել եմ։ Ասել եմ, թե որը որից հետո է, որ քեզ տիպողաբար են տարել, դու չես ուզել։ Չի ներելու ինձ, չէ։ Լանա, լսի։
Ամեն դեպքում դու պետքա խոսես հետը։ Ես փորձել եմ, բացատրել եմ, թե որը որից հետո է, բայց իմ ասածն ուրիշ է, քոնը ուրիշ է։ Դու պետքա ասես։ Լսի։ Հիմա թե հետո այդ խոսակցությունը լինելու անեց, որ պետքա գնաս խոսաս։ Հիմա հավաքի քեզ, որ հետը գնաս խոսաս։ Լսում ես, քեզ ինչ եմ ասում։ Դու ինչ սարսափելի բան ասացիր։ Առաջին անգամ Մագդայի համար սիրտս ցաված։ Տխուրա։ Ու ամենավատը այն է, որ ինքը դրա մասին շատ վատ ձևով իմացավ։ Ու հիմա ամեն ինչ ավելի է բարդանալու։ Ես էլ անընդհատ ասում էի, քո մոտ ամեն ինչ լավ է ստացվում։ Դու ոչ մի խնդիր չունես, ոչ մի մտածելու բան չունես։ Ստացվում է իր ճակատագիրը իմ անցյալից դաժանը։ Դրա համար էլիս շատ հաճախ աչքի տեսածը խաբուսի կա։ Դու կարաս տեսնես մարդու ժպիտը, բայց չես կարա տեսնես, թե իրականում է ժպիտի տակ ինչ կա թաքնված։ Ու երբեք չես էլ հասկանա մարդը ժպտում է, որովհետև երջանիկ է, թե ժպտում է, որ պաշտպանվի։ Պատկերացնում եմ հիմա ինչ վատ վիճակում է։ Երևի ոչ մեկին չի ուզում տեսնի։ Այնքան անհանգիստ եմ Մագդայի համար։ Ես իրան քրոջ պես եմ սիրում, որ հիմա գիտեմ, որ ոչ մի բանով չեմ կարող օգնեմ, սիրտս պայթում է։ Դու հանգստացի։ Ավելի լավ է հիմա իրեն հանգիստ թողնեք, ոչ թե 4 կողմից բացատրություններ տաք։ Լավ, բայց ես մի բան չեմ հասկանում։ Ոնց է այդ կինը հետ եկել ու մտել Արշակենստուն որպես դայակ աշխատելու։ Չեմ հասկանում։ Գոնե Մագդային մոտենալու ուրիշ տարբերակ մտածեր, ոչ թե այնպես աներ, որ ադի իրան։ Դե իրականում Լանան փորձել է այդ կարանից ազատվի։ Դե հա էդ էլ կա։ Ուֆ, չգիտեմ արդեն հետո։ Հա, հենց տենց Մագդա։ Ինչի հեշտ է ընդունելու հասկանալ, որ ծնողիդ կողմից անտեսված ու լքված ես։ Հեշտ չի։ Ես ինքս իմ մաշկի վրա զգացել եմ այդ։ Ու հավատակը երազ էի, որ իմ ծնողը ինձ թողած լիներ։ Քան իր ազգանունը տար ու կորեր մեր կյանքից ու ոչ մի բան չաներ մեր համար։ Ու օրերից մի օր որոշեր հետ գար ու պահանջեր, որ իրան հարգես ու սիրես ծնողի պես։ Ի տարբերություն տես ծնողի, Արշակը ամեն ինչ արել է քո համար։ Ամեն ինչ արել է, որ դու այդ զգացողությունները չունենաս, չհասկանաս այդ ինչա։ Ու դու հիմա ոչ թե պետք է Արշակի հետ կռվես, այլ պետք է հարգես ու թուշը պաչես, շնորհակալություն հայտնես, որ քո կողքին է մնացել ու քո համար ամեն ինչ արել է, Մագդա։ Չէ, դու իմ ցավ ուղակի չես հասկանում։ Հենց էտա որ ես եմ հասկանում։ Դրա համար քեզ այսքան բան ասում եմ, որ հասկանաս, որ չկորցնես քեզ, որ չկորցնես այն մարդուն, որ քո համար ամեն ինչ արել է, Մագդա, որ քո կողքին է եղել։ Ես գիտեմ, որ սուտը լավ բան չի։ Ես շատ լավ հասկանում եմ։ Բայց այս դեպքը, ձեր դեպքին ստիպեց, որ ես մի քիչ ավելի խորը նայեմ այս հարցին։ Ու գիտես ինչ հասկացա։ Հասկացա, որ սուտը երկու երես ունի։ Առաջինը շահի համար է, իսկ երկրորդը ինչ-որ բան փրկելու համար։ Ու քո դեպքը երկրորդ տարբերակն է, հավատա, Մագդա, հավատա ինչ եմ ասում։ Դու մի փորձի իմ վրա ազդես, որովհետև ես քեզ չեմ ներելու։ Ես հիմա եմ հասկանում, դուք ինչի էիք ուզում, որ ես ու Լանան շփվենք իրար հետ, որ ընդունեմ իրան։ Երևի չէիք ուզում, հա, որ ես ատեմ։ Բայց մեկը դրանից ոչ մի բան չփոխվեց։ Ես իրան կյանքում չեմ ընդունելու։ Իսկ քեզ այս ամեն ինչը ես չէի սպասում։ Իմ հիասթափությունը այնքան մեծ է, որ ես չգիտեմ այդ մի օր կանցնի թե չէ։ Ապրես նորը։ Դու քո ձեռքով ամեն ինչ փչացրեցիր։ Մագդա։ Ես որ նոր է եկել Հայաստան, ուշքու միտքս են էր, որ երեխես իմանա ես ով եմ։
Բայց հիմա տպավորությունա, որ երկրորդ անգամ եմ երեխուս կյանքը փչացնում։ Արշակ, ես ինչ պիտի տամ իմ երեխուն։ Ես քո տվածի անգամ կեսը չեմ կարող իրան տալ։ Իսկ ինչի ես մտածում, որ Մագդային քեզանից ինչ-որ բան ա պետք։ Ուղղակի խոսա, Լանա։ Բացատրի, ասա։ Ես չեմ պատրաստվում հրաժարվել Մագդայից ու կյանքում դա չեմ անի։ Հա, մեր մեջ հիմա անհաշտություն ա, բայց ես այդ ամեն ինչը կշտկեմ։ Իսկ այն ինչ որ վերաբերվում ա քեզ, դա դու պետք է անես, մենակ դու։ Լսի, դու ամբողջ կյանքդ վախեցել ես։ Սկզբում վախեցել ես ծնողներիցդ, հետո Կարենից ես վախեցել։ Հիմա էլ վախենում ես Մագդայի առաջ կանգնելուց։ Հետո դու չես հասկանում, որ քո բոլոր դժբախտությունները հենց այդ վախից է գալի, Լանա։ Լսի, մարդ այդքան վախկոտ չի լինի։ Մի հատ ինձ նայ ինձ։ Գիտես ինչքան բանի միջով եմ անցել ես։ Ու հիմա Մագդա ես պահվածք իմ համար ահավոր հարված է, որովհետև չեմ վախենում։ Հենց վախեցա կյանքը կհաղթի ինձ։ Որովհետև հենց վախեցա հետևից մի հարված ու թևերս կկոտրի։ Իսկ ես դա թույլ տալ չեմ կարող։ Որովհետև ծնվել եմ ապրելու համար, ծնվել եմ ունեցածս, ստեղծածս պահելու։ Ոչ թե գնամ ու 4 պատերի մեջ բախկվեմ։ Ու չփորձես տարբերություն տնելով, ասելով, որ ես տղամարդ եմ, իսկ դու կին, որովհետև մարդ թե լավը, թե վատը նույն ձև ազգում։ Իսկ ես գիտեմ, որ դու զգացել ես։ Ուղղակի վախերիդ պատճառով չես պայքարել քո երջանկության համար։ Գոնե հիմա, Լանա, հիմա հավաքի քեզ։ Կյանքումդ մի համարձակ քայլ արա ու պայքարի։ Լսում ես, պայքարի, Լանա։ Ալո։ Արշակ, ես ինչ ա կատարվում։ Հետո այդ նամակը բերե թողե ձեր տան մոտ։ Ոչ մի բան չգիտեմ նոր։ Գաղափար չունեմ, ով կար արած լինի։ Տպագիր էլ գրել են, որ ձեռագրից չհասկանանք։ Նոր Մագդայի հետ է, ահավոր վիճակում էր։ Մենակ մեղադրում էր ու կռիվ էր անում։ Գիտեմ։ Հիմա Մագդայի հետ լեզու գտնելը ահավոր բարդ է։ Թողես գնաց, չթողես նորմալ բացատրեմ։ Ես էլ ճիշտ գտա, որ հետևից չգնամ։ Թող մենակ մնա, մտածի, հասկանա ինչ ա կատարվում։ Տենց ավելի ճիշտ է։ Ես կխոսեմ հետը։ Ձեզանից հասնում է ընդամենը ուշադիր լինել։ Ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչ։ Ըստ նորոն ինչ եղավ։ Կար հասկանանք ինչ ենք անում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Նախ ես ցավակցում եմ ձեզ տատիկի մահվան համար։ Շնորհակալ եմ։ Ես իհարկե հարգում եմ ձեր վիշտը, բայց տունը պետք է ազատեք։ Օրերն անցնում են ու ես չեմ կարա սպասեմ։ Ոնց ազատենք։ Այս մեր տունն ա ու մենք չենք վաճառել։ Դուք ով եք։ Էլիսը մի րոպե։ Մի հատ եկեք իրար հետ խոսանք, էլի հասկանանք ինչ ա կատարվում։ Ինչ կա չհասկանալու։ Տունը վաճառել են ինձ, ես էլ գնել եմ, ամեն ինչ օրինական է, փաստաթղթերն էլ կան։ Ում հետ եք այդ տան վաճառքը արել։ Ում հետ եք կապի մեջ եղել։ Բաբկենի։ Ոնց բաբկենի։ Ես ինչ ա ստեղ կատարվում։